Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր հունիսի 9-ն է, երկուշաբթի։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Կատարված աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը, որից հետո պատասխանել է հարցերի։ Նշեցիք, որ 68 միլիարդից ավել եկամտային հարկի վերադարձ է եղել։ Մենք օրենքի մեջ փոփոխություն ենք արել եւ աստիճանաբար կդադարի Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքը ըստ գոտիականության։ Ես ուզում եմ հասկանամ, մինչեւ որ թիվն է, եթե տվյալներ իհարկե կան, մինչեւ որ թիվն է, որ այս թիվը աճելու է, ինչքան է աճելու եւ այս թվի նվազումը երբ է սկսվելու։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար, դուք ավելի շատ խոսում եք ապագայից, այս պահի կանխատեսումներով 25-26 թվականը առնվազն շարունակելու է տեմպերը աճել։ Եթե չեմ սխալվում, այս տարի 95 միլիարդի շրջանակներում է, մինչև 100 միլիարդ, մյուս տարի կհատենք 100 միլիարդը, 100 միլիարդն էլ կանցնի, հետո նոր արդեն մենք կզգանք դրա հետևանքները։ Ինչու է դա տեղի ունենում այդպես, որովհետև պետք է գիտակցենք, որ կան օրինակ շենքեր, որոնք շինտլությունները ավելի շուտ են ստացել եւ այդ շինարարությունները քանի որ իրականացվել են եւ դրանց ուղղությամբ վաճառքներ կան, դրանք դեռ շարունակելու են 25-26 թվականին իրենց էֆեկտները ունենալ, ու գումարած նաեւ նախորդ իհարկե հիպոթեքները, որոնք վերցվել են մեր հայրենակիցների կողմից, արդեն միջնաժամկետում մենք կնկատենք որոշակի դանդաղումներ։ Ավտոներկրողների հետ կապված, տեսեք, դուք ասում եք, որ դա էապես ազդել է եւ իսկապես էապես ազդել է մուտքերի վրա այդ ոլորտի այսպես կոչված տրանսֆորմացիան։ 24 թվականին երբ որ քննարկում էինք համանման զեկույց 23 թվականի համար, ասում էին, որ այսպես կոչված աշխատանքների շնորհիվ լրացուցիչ մուտքագրվել է պետական բյուջե ավտոներկրողներից թաքցված, այսպես կոչված խաբեությամբ պահված գումարներ մոտ մի 40 միլիոն դոլարի չափով։ Այնինչ անցած տարվա հոկտեմբերի դրությամբ Վրաստանից միջինասիայով Ռուսաստան է գնացել մոտավորապես 1 միլիարդ դոլարի ավտոմեքենա եւ դրա ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջովին, արել են մեր հայ տնտեսվարողները, որոնք իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան։ Այդ արդյունքում Հայաստանի պետական բյուջե, ինչպես նաև դուք նշեցիք, ոչ թվաբանական իմաստով, այլ որակական իմաստով, Հայաստանի պետական բյուջեն չի ստացել ուղիղ մուտքերով մոտավորապես 300 միլիոն դոլար։ Հիմա ինչ որ բան անում եք դուք այդ ոլորտը առողջացնելու համար։ Եթե ավտոմեքենաների մասով խոսենք, մի գնահատական ունենք, որը մոտավորապես 40 միլիարդի մասին է, 40-41 միլիարդ դրամի մասին է 2024 թվականի համար, բայց այստեղ պետք է գործոնները փորձենք մի քիչ ավելի բազմակողմանի նայել, այսինքն միայն ձեր նշվածը չի։ Միգուցե որոշակի հարկումը տվյալ ոլորտի կարող որ սահմանափակող դեր ունենար, բայց մեր գնահատմամբ առանցքային գործոնները երկուսն են, մեկը Ռուսաստանի կողմից այդ ուտիլիզացիոն վճարի ներդրումն է, մյուսը Վրաստանի կողմից արդեն սահմանափակումներն են, որոնք բերել են այդ իրավիճակին։ Հիմա իրավիճակը շտկելու ուղղությամբ իրականում արդեն սկսել ենք որոշակի քննարկումներ, հասկանալու թե այն հարկման են մեխանիզմը, որը անցած տարվի դրվեց, ինչ ձևով կարող է վերանայվել, որը կարող է լրացուցիչ ազդակ հաղորդել այդ շուկային, բայց դա դեռ քննարկումների փուլում է, բայց ամեն դեպքում ախտորոշումը նա է, որ հիմնական գործոնները արտաքին գործոններ են, ոչ թե ներքին գործոն։ Լարված իրավիճակ է Լոս Անջելեսում, երրորդ օրն է իրավապահների եւ միգրանտների միջև բախումներ են, դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Լոս Անջելեսում ներգաղթյալների շրջանում իրավապահ մարմինները իրականացրեցին ստուգայցեր։ Անկարգությունները ճնշելու համար Լոս Անջելես են ժամանել ազգային գվարդիայի զորքերը։ Միջազգային կարևոր թեմաների մասին տեսաշարով։
Լոս Անջելեսում ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո քաղաքի կենտրոնում բախումներ են բռնկվել ոստիկանության ու ցուցարարների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դատապարտել է խուզարկությունները, պնդելով, թե այդ քաղաքականությունը սարսափ է սերմանում համայնքներում եւ խաթարում է անվտանգության հիմնական սկզբունքները։ Անկարգությունները շարունակվել են մի քանի ժամ։ Անկարգությունները ճնշելու համար Լոս Անջելես են ժամանել ազգային գվարդիայի զորքերը։ Պենտագոնի ղեկավարը չի բացառել նաև բանակի կիրառումը։ Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմը ապօրինի է անվանել Թրամփի Լոս Անջելեսում ազգային գվարդիան կիրառելու հրամանը։ Նա հայտարարել է, որ դիմել է Թրամփի վարչակազմին Լոս Անջելեսի շրջանում տեղակայված 2000 գվարդիականների հրամանը հետ կանչելու պահանջով։ Նա նաև հայտնել է, որ ծրագրում է դատի տալ վարչակազմին այդ կապակցությամբ, հավելելով, որ Թրամփը ստեղծել է այս բողոքի շարժումների համար անհրաժեշտ պայմանները։ Սրանք ոչ թե նախագահին հարիր, այլ բռնապետի գործողություններ են, գրել է նա X սոցիալական ցանցում։ Սպիտակ տունը իր հերթին հայտարարել է, որ բոլորի համար ակնհայտ էր, որ տեղում տիրում էին քաոսը, բռնությունն ու անօրինականությունը։ Միացյալ Նահանգներում այսօրվանից ուժի մեջ է մտել 12 երկրների քաղաքացիների համար երկիր մուտք գործելու լիակատար արգելքը եւ եւս 7 երկրների քաղաքացիների համար մասնակի արգելքը։ Լիակատար արգելք է սահմանվել 12 երկրների քաղաքացիների համար Աֆղանստան, Մյանմար, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան եւ Եմեն։ Մասնակի արգելք է մտցվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի եւ Վենեսուելայի քաղաքացիների համար։ Նրանց չեն տրամադրվի այցելուի եւ ուսանողական վիզաներ։ Այնուամենայնիվ կմնան աշխատանքային կամ օրինակ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները։ Սահմանափակումները ներառում են բացառություններ ԱՄՆ մշտական բնակիչների green card ստացողների, երկքաղաքացիների համար, ովքեր ունեն արգելքի տակ չգտնվող երկրի անձնագիր կամ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամներ։ Իսրայելի ուժերը զավթել են մարդասիրական նավը, որը փորձել էր խախտել Գազայի վրա սահմանված նավային շրջափակումը։ 12 հոգանոց անձնակազմով նավը, որոնց թվում եղել է նաև ակտիվիստ Գրետա Թունբերգը, ուղևորվել էր Իսրայելի նավահանգիստ։ Բրիտանական դրոշի ներքո գործող Մեդլին նավը, որը ղեկավարում է Պաղեստինամետ ազատության նավատորմի կոալիցիան, նպատակ ուներ Գազա հասցնել խորհրդանշական չափով մարդասիրական օգնություն եւ ուշադրություն հրավիրել այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։ Սակայն ինչպես հաղորդել է կոալիցիան, մինչև ափ հասնելը գիշերը նավը գրոհի է ենթարկվել։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ավելի ուշ հաստատել է, որ նավը գտնվում է իսրայելական վերահսկողության ներքո։ Բոլոր ուղևորները անվտանգ են եւ չեն վնասվել։ 12 հոգանոց անձնակազմի կազմում բացի շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգից եղել է նաեւ Եվրախորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ռիմա Հասանը։ Նավը տեղափոխում էր փոքր քանակությամբ մարդասիրական օգնություն, այդ թվում բրինձ եւ մանկական կեր։ Իսրայելի արտգործնախարարությունը նշել է, որ այդ օգնությունը կփոխանցվի Գազա մարդասիրական ուղիներով։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Ներառական հասարակության ձևավորման ճանապարհին կարևոր է արմատացնել այն ընկալումը, որ ֆիզիկական, մտավոր կամ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները պետք է դիտարկվեն որպես հավասար անդամներ արժանապատիվ վերաբերմունքի իրավունքով։ Այս գաղափարն է կրում աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաներին նվիրված Նունիկ գեղարվեստական ֆիլմը, որի փակ դիտումներ կազմակերպվել Գյումրիում։ Ֆիլմին կից ներկայացվող «Ընդունիր ինձ առանց բայցերի» խորագրով ֆոտոցուցահանդեսը ևս նույն թեմայի շուրջ էր։ Ծրագիրը նախաձեռնել է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությունը տեղի հոգեբանների մասնակցությամբ։ Էկրանին Նունիկն է, գեղարվեստական մի ֆիլմ, որն իր ձևով հակիրճ է, սակայն ասելիքով սթափեցնող ու բարձրաձայնող։ Սա պարզապես պատմություն չէ, այլ դաս եւ ուղերձ, մանկան շուրթերով դեպի հասարակություն, որը հաճախ չի կարողանում լինել նույնքան մաքուր ու ընդունող, որքան ինքը երեխան։ Ֆիլմը պատմում է գյուղում մեծացող աուտիստիկ սպեկտրի խանգարումով տղայի մասին, ում ընտանիքը փորձում է թաքցնել հասարակության աչքից, կարծելով թե նա խարան է, խայտառակություն։ Բայց այս աշխարհում կա մեկը, ով չի ճանաչում նման սահմաններ։ Նունիկն է, ամենափոքր երեխան, ով իր եղբորը սիրում է առանց բայցերի ու եթիների։
Բայց միշտ չէ, որ մանկան պարզությունը տեղին է։ Երբեմն երեխայի միամիտ արարքն ու անմիջական խոսքը կարող են ունենալ լուրջ հետևանքներ, նույնիսկ ողբերգական, ինչպես այստեղ, երբ ավագ քրոջ հարսանիքի ամենաթեժ պահին Նունիկը պարզապես մարդամեջ է բերում եղբորը, ով եւս ուրախանալ էր ուզում։ Այս անմեղ քայլը ընդհատում է հարսանիքն էլ, ընտանիքի տոնն էլ, եւ սա հիշեցնում է, որ ներառական հասարակություն ունենալու համար բավական չէ պարզապես խոսել այդ մասին։ Պետք է պատրաստ լինել ընդունել ամբողջությամբ, առանց բացառությունների։ Բայց ինչ դանել էր բարելուզում։ Երբ որ մենք սկսել էինք Նունիկի նկարահանումները, մենք բախվեցինք մի իրականության, երբ տեսանք, որ կան ընտանիքներ, ովքեր թաքցնում են իրենց առանձնահատուկ երեխաներին, ովքեր չեն ուզում հաշվի նստել այդ ամեն ինչի հետ եւ ուղղակի բարի բուն իմաստով հենց պահում են ընտանիքներում թաքուն, նույնիսկ հարևանները չեն տեսնում բարեկամներից թաքուն, այո, այդպիսի դեպքեր շատ կան։ Նունիկը մանկանը բնորոշ մաքրությամբ ու անկեղծությամբ պարզապես փորձում էր երջանկացնել իր բոլորից տարբերվող, մշտապես մեկուսացված եղբորը, Թելմանին, որտեղից իմանար, որ այդ միամիտ քայլի համար կվճարի կյանքով։ Ֆիլմի պարզ, բայց խորքային լեզուն ու հուզիչ պատկերները հանդիսատեսին այս դեպքում մասնագետ հոգեբաններին ուղղված հրավեր են, վերարժևորելու մարդկային վերաբերմունքը։ Երեխաները, ովքեր խնդիրներ ունեն, հիմա ավելի շատ են ծնվում, այդպես է պատահել։ Այսինքն ստրեսը, բնությունը, չգիտեմ, մթնոլորտ, աղտոտվածությունը, սննդամթերքի վիճակը, ծանր մետաղները, գրոհ ու ցավը, այդպես է։ Այսինքն սա մի խնդիր է, որը այլ խնդիր չպետք է լինի։ Իմ խնդրանքն այն է, որ այլևս խնդիր չլինեն, իրանք ուղղակի լինեն ու ապրեն։ Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների թիվը Հայաստանում տարեց տարի աճում է, հատելով 1000-ի շեմը։ Նրանք ունեն ամենօրյա խնամքի, ուշադրության, ներգրավվածության կարիք։ Ունեն նաև լիարժեք անհատ լինելու արժանապատիվ կյանքի իրավունք։ Հենց այս դաստիարակչական ուղերձը ֆիլմից զատ ուղիղ գծով շարունակվում են նույն թեմատիկայով լուսանկարներում։ Դրանցում երևացող երեխաների ժպիտներն ու կից ոգևորող կոչ խոսքերը մեկ անգամ եւս շեշտադրում էին։ Նրանք էլ մեզնից մեկն են եւ պետք է լինեն մեր մեջ, առանց բայցերի։ Բոլորս նույն արևիտակ ենք մեծանում, բոլորս հավասար ենք, բոլորիս պետք է տեսնել հա սրտով եւ այդ բոլոր արտահայտությունները իրանք բոլորը ունեն իմաստ եւ խորը իմաստ եւ նպատակային են եւ ամենակարևորը ֆոտոցուցահանդեսի նպատակն է, որ մեր ձայնը լինի լսելի։ Այսինքն բոլորը ընդունեն եւ հասկանան, որ բոլոր երեխաները անկախ հոգեվիճակից, անկախ առանձնահատկություններից, անկախ ազգային պատկանելություններից բոլորը հավասար են։ Շատ դժվար է ծնողի համար եւ հասկանալի դժվար է, բայց այս ծնողները իսկապես քաջ են գտնվել եւ ի ցույց աշխարհի ասել են այո, որ իրենք ունեն առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներ, առանձնահատուկ զարգացող երեխաներ եւ այս բոլոր երեխաները նույն արևիտակ հավասար են։ Սև ու սպիտակ 36 լուսանկարներում երեխաներ են, որոնք արդեն հաղթահարել են իրենց ներսի բարդությունները։ Նրանք այսօր կամքի, տոկունության ու երբեք չհանձնվելու խորհրդանիշն են։ Իրենց օրինակով ասում են աշխարհին, աուտիզմը, Դաունի համախտանիշը, մտավոր կամ ֆիզիկական այլ դժվարությունները վախ չեն, ամոթ չեն։ Նրանք ապրում են, կարող են, պետք են։ Փակ կինոդիտումն ու ցուցահանդեսը միջոց են ոչ միայն այս երեխաների խնդիրները բարձրաձայնելու, նաև գնահատելու բոլոր մասնագետներին, որոնք հավասարապես պայքարում են երեխաների հետ ու նրանց կողքին են։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Գյումրի դրամատիկական թատրոնում հերթական պրեմիերաներ, այս մեկը պատանի հանդիսատեսի համար։ Թատրոնի բեմում մանկագիր Աստրիդ Լինդգրենի երկարագուլպա Պեպին հեքիաթի մոտիվներով բեմադրված մանկական երաժշտական ներկայացում էր։ Վառ ու գունեղ կերպարներով, երաժշտականությամբ ու կարևոր ասելիքով ներկայացումը թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանի ռեժիսորական առաջին աշխատանքն էր։ Ժիր ու գունեղ կերպարները բեմը վերածել էին մանկական հեքիաթի։ Ամիսներ տևած փորձերի արդյունքում թատրոնի ստեղծագործական խումբը հանդիսատեսին ներկայացավ երկարագուլպա Պեպին նոր բեմադրությամբ։ Հոգեբանական դրամատիկ ներկայացումներից հետո խաղացանկում մանկականն ունենալը թատրոնի համար նպատակային է։ Այս պատասխանատու գործն այս անգամ վստահել էին թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանին։
Հսկայական աշխատանք է կատարվել դերասանների կողմից, ինչպես նաև ստեղծագործական կազմի կողմից։ Տեխնիկական կազմը թատրոնի հսկայական աշխատանք է կատարել, որովհետև մենք ունենք իսկապես շքեղ բեմական ձևավորում, շքեղ հագուստներ, պարեր, երգեր, եւ թվում է թե ռեժիսորն է ղեկավարում process-ը, բայց թիկունքում կանգնած հսկայական խումբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ չեմ սխալվել, որ վստահել եմ Հասմիկին, որովհետև կարողացել է լինել շատ ազնիվ որպես բեմադրիչ, գիտեք, շատ դժվար է մանուկների համար բեմադրություն իրականացնել։ Դու պիտի կարողանաս ազնիվ լինել ու այնպես պիտի անես, որ նա հավատա։ Տվյալ դեպքում ես վստահ եմ, որ մեր Պեպին, որ գալիս է ասելու, որ պիտի մենք երբեք չկորցնենք մեր երազանքները, պիտի միշտ հավատանք, պիտի միշտ վստահ լինենք, որ վաղը էլ ավելի լավ է լինելու։ Երաժշտական ներկայացումը փոքրերին դասյարակող է, իսկ մեծերին խորհուրդ տվող, հաճախ ծնողներին թվում է, որ իրենց մանկության չիրականացված երազանքները կարող են իրականություն դարձնել երեխաները, մինչդեռ այդ ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են փոքրերի երազանքների հետ։ Երեխա-ծնող փոխհարաբերություններն են մանկական ներկայացման հիմքում։ Ստիպում են անել այն, ինչ երեխան չի սիրում։ Եվ դրանից առանձնանում է երեխաների եւ ծնողների միջև փոխհարաբերությունները սկսում են առանձնանալ, կարծես թե։ Ինչպես նաեւ դպրոցում ուսուցիչներ երեխաներ փոխհարաբերություններն ենք մենք անդրադարձել, թե ինչքան կարևոր է կարողանալ գտնել երեխայի լեզուն, կարողանալ խոսել նրա լեզվով, համոզել, սիրել, որովհետեւ պարտադրումով դու չես կարող ոչինչ ստիպել երեխային անել։ Երկարագուլպա Պեպին հեքիաթ ներկայացումը թատրոնի երկարամյա ու դրամատիկականի բեմի մեծությունը գնահատող նոր սերնդի մի մասն էլ դեռ ուսանող դերասանների համատեղ աշխատանքն է։ Մանուկների սիրելի հեքիաթում Պեպիի կերպարը երիտասարդ դերասանուհի Սոֆիա Սարգսյանի առաջին դերը չէ թատրոնում, բայց խաղալ մանկական ներկայացման մեջ այնպես, որ երեխան հավատա քեզ, դժվար է։ Շատ դժվար է անել այնքան լավատես, որքան որ Պեպին է։ Մեր օրերում մի քիչ բարդ է, ինձ թվում է բոլորիս համար լինել լավատես։ Չտեսնելով մռայլը, չտեսնելով վատը, միայն տեսնել բարին, լուսավորը, շատ դժվար էր հասնելը Պեպիի հոգեբանությանը, Պեպիի լուսավոր տեսակին։ Այստեղ իմ երազանքներն ու հիշողություններն են։ Երբ տխուր եմ լինում, նրանք ինձ ուժ են տալիս։ Պետք է երազել ու հիշողություններ ունենալ շատ, որովհետև վերջո կյանքում մեզ մնում են մեր երազանքներն ու հիշողությունները։ Իսկ Պեպին սիրում է անել այն, ինչ սիրում է։ Պատկերավոր դեկորներով բեմական ձևավորումը, հագուստները, լույսերն ու երաժշտական մշակումները երեխաներին ստիպեցին իսկապես հավատալ, որ երազանքները կատարվելու հատկություն ունեն։ Հիմնական ասելիքը որ կա, հենց դրա մասին է, Պեպին գալիս է ներկայացման մեջ եւ ինչպես նաեւ ես ուզում եմ, որ Պեպին մտնի երեխաների մեջ, Պեպի կերպարը արթնանա ծնողների մեջ, որպեսզի իրանք մի պահ մտածեն, արդյոք իրենք զբաղվում են նրանով, ինչ սիրում են, արդյոք իրենց ներսում կան հիշողություններ, որոնք պիտի ջերմացնեն, կյանքը ապրում են պարզապես չհասկանալով ինչպես են ընթանում, թե իրենք ջերմ հիշողություններ են կուտակում։ Մեկ օրով երեխաներին հյուր եկած երկարագուլպա Պեպին փոքրինչ դադար կվերցնի։ Այս մեկ առաջնախաղից հետո այն թատրոնին խաղացան կվերադառնա դեկտեմբերին։ Գյումրիի թատրոնի 160-րդ հոբելյանական թատերաշրջանում նոր պրեմիերաներ են սպասվում հանդիսատեսին։ Ներկայացումներ են ունենալու նաև հրավիրյալ ռեժիսորների մասնակցությամբ։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։